Սրճարանը 1996 թվականից գործել է մինչև 2021 թվականը։ Մինչև 21 թվականը Տարոնը որոշում տվեց, երկարացրեց, հետո ինքը իր որոշումը չեղալ արեց։ Դիմեցինք դատարան, դատարանը պարտավորացրեց որոշ բանը, պայմանագիրը երկարացրեցին։ 21 թվին պրծավ ու 2021 թվականից պայմանագիր չէին տալի։ Դատարան, դիմել ենք դատարան չեն գալի ընդհանրապես։ Դատարանը պահանջել չի գալի քաղաքապետարանը, քաղաքապետարանից պահանջել են։ Հիմա դատալեքսով բացեք կերևա 60 հոդվածի համար, ոչ դատարան են ներկայացնել, ոչ մեկին չեն փաստաթուղթ չեն ներկայացնում, սա 60 հոդված է, 60 հոդված չի, դատարան չեն գալի։ Առանց դատարանի վճռի Դատարանը հիմա գտնվում է պայմանագիրը 21 թվականից չեն երկարացնում, 60 հոդված են ասում, ինչ-որ անկապ պատճառներով, բայց օրինական հիմա գործը գտնվում է դատարանում։ Դուք որ ժամին իմացաք։ Մեզ չեն տեղեկացրել, ոչ բանավոր, որ առավոտյան ժամը 10:30 զանգ տվեց կողքի ծաղկի հետ, ծաղիկի կետ կա, այդ տղաները որ քանդում են։ Եկել ենք, ասում եմ, ինչի՞ չեք բա մեզ տեղեկացրել, ասում ձեր բանը հասցեն մենք չունեինք, որ ձեզ տեղեկացնեինք։ Երեք որոշումը քաղաքապետի երեգա դուրս եկեք, այդ նոր տվեցին իրանք։ Այսօր եկեք քանդել են։ Ու այս քանդելը անօրինական է, որովհետև գործը գտնվում է դատարանում, ընթացքի մեջ։ Դատալեքսով է բացեն, սա երևում է։ Սա անօրինակ չեն տեղեկացրել, եկան մեր ստեմի 250,000-ի ներդրում կա։ Այս սրանք սա մենք ենք արել։ Ինչ որ բան մենք տեսնում ենք կարողացել եք փրկել։ Ոչ մի բան ջարդացա, սար ջարդացա, տեսա դուրը նայեք խալը։ Այս խալաձերնիկն չի կարա ծառայի։ Էսա նայեք գույքը։ Մեբելները հենա մեջը նայեք ջարդեցին։ Լրիվ ոչ մի բանի չենք կարացել բան անենք մենք։ Էսը ինչը կատարում է Տիգրան Ավինյանը անօրինական քաղաքապետան օրինականություն է ստտիրում։ Անօրինակ, երեք որոշումը 10 օր առաջ մեզ զանգ են տվել, ասել են, որ ստեղ աղբատ, այս հատվածով։ Մենք եկել ենք նկարել ենք քաղաքապետարանից։ Մենք եկել ենք նկարել ենք, որ ամբողջ տարածքը մաքուր է։ Այստեղ նկուղային արկում, գիշերային ակումբ է։ Իրանք դուրս են գալի, այս հատվածում են ծխում։ Մենք քաղաքապետին նկարել ենք ամբողջ տարածքը, ուղարկել ենք, որ մաքուր է։ Մենք մի 3 օր առաջ ենք մաքրած եղել։ Եվ այս աղբը այդտեղից դուրս են գալի, դե ծխում են, նամակները կա, անդ չի որ վառերով է։ Գրություն կա, որ խնդրում ենք միջոց ձեռնարկեք, զգուշացրեք, որ մաքուր պահեն։ Այն երկրորդ հարգը Վիվարոյի Վիգենինն է։ Անօրինական է, խի չեն քանդում։ Այն հատվածն էլ է անօրինական, խի չեն քանդում։ Գտնվում է դատարանում, դատական պրոցեսի մեջ։ Լրագրող ջան, իրավունք ունեին քանդեին։ Ընթացքի մեջ է գործը դատարանում, մնեն չի որ դատալեքսով ամեն ինչը բացեն կերևա, փուրս հայտարարություն է տվել, հիմա գդիմենք դատախազություն վարչապետին ու գդիմենք դատարան այս անօրինականությունը, այս փոխհատուցում որ տան, այս 250,000-ից ավել դոլարի ստե վնաս են մեզ տվել։ Վերացենք դրամի, տեսեք ինչ է կազմում։ 96 թվականից այս սրճարանը գոյություն է ունեցել։ Ու այս ամեն ինչը անօրինականություն է տիրում։ Տիգրան Ավինյանը պատասխան է տալու սրա համար։ Չիմանա որ բաթոգա քանդի Վիվարոն արժեի բան կրիշ ունեն, Վիվարոյինն են վերև, անօրինական։ Թերթերում կար, տելևիզորներում կար, հա դե իրանց ոնց կարան, իրանք կրիշ ունեն արժեում։ Հենա սա տելևիզորներով էլ ասում են ով է կրիշ կայնում, հենա երկու հատ պատգամավոր մեկ է աժնախագահ իրար հետ այս գինը բարձրացնելու համար անգել էին պրոբլեմներ, իրար հետ հարցեր են լուծում, երկուսն է ԿՊ-ից էին։ Անօրինականությունը տիրում է զերգերում։ Ով ինչ ուզում է, էդ էլ անում է։
Ես էլ եմ ասում, գտնվում է դատական process-ի մեջ։ Ինչ իրավունք ունեին քանդեին։